Եթերում հայ մայրիկն է, մեր ծրագրում բարեգործությունը մշտական թեմա դարձավ այն օրից, ինչ սկսեցինք համագործակցել World Vision Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության հետ։ Նույն կազմակերպությունն նորեր առաջ հանդես եկավ ուշագրավ մի նախաձեռնությամբ։ Քայլաթոն, որից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Ծովակ գյուղում կառուցվելիք ֆուտբոլի դաշտի կառուցմանը։ Քայլաթոնին ներկա էր նաև հայ մայրիկի թիմը։ Միանանք նրանց քայլերի։ Խաղաղ Երևան 4 նոյեմբերի օրը կիրակի։ Շահումյան հրապարակն առանձնահատուկ մարդաշատ էր, իսկ այս մարդկանց այստեղ էր բերել հայ մանուկներին օգնելու, նրանց կյանքի որակը փոխելու, առօրյային իմաստ ու գույն փոխանցելու ձգտումը։ World Vision Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը շաբաթներ առաջ կոչ արեց միանալ Երևանում անցկացվելիք առաջին քայլաթոնին, որի արդյունքում հանգանակված ամբողջ գումարն ուղարկվելու է Ծովակ գյուղ, ուր կառուցվելու է մարզադաշտ։ Այս միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր էր տոմս գնել, այդպիսով կատարելով բարեգործություն։ Քայլաթոնը մեկնարկեց, մինչ մասնակիցները քայլում են ու նաև մրցում, ասեմ, որ քայլաթոնին ներկա էին նաև ծովակցի երեխաներ։ Իդեպ գյուղի ընտրությունը բնավ պատահական չէր։ Ծովակում թեև խարխուլ, բայց մարզադաշտ գոյություն ունի եւ առկա է ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրություն։ Այսօր գյուղի ավելի քան 70 երեխաներ մարզվում են ու խաղում ֆուտբոլ։ Դրանից զատ ծովակի աշխարհագրական դիրքը հնարավորություն կտա նաև հարևան գյուղերի երեխաներին օգտվել մարզադաշտից։ Մոտավորապես 1 ժամ տևած քայլաթոնն ավարտվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, ուր հավաքված բազմությունը սպասում էր հաղթողներին ու մրցանակաբաշխությանը։ World Vision Հայաստանի տնօրեն պարոն Գրեհեմ Սթրոնգն իր ելույթում շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, ընդգծելով, որ քայլաթոնը հայերիս տվեց ինքներս մեզ օգնության ձեռք մեկնելու հնարավորություն։ Ինչու քայլաթոն, քանի որ պետք է մարզադաշտ կառուցենք, որոշեցինք սպորտային նախաձեռնության օգնությամբ գումար հանգանակել։ Վստահ կարող եմ ասել, որ Ծովակում մարզադաշտ անպայման կկառուցվի։ Ուզում եմ նաև նշել, որ սա միայն մեկ քայլ չէ, որը մենք կկատարեցինք ու կհեռանանք։ Սա մաս է կազմում երկարատև տարածքային զարգացման ծրագրի, որը մենք իրականացնում ենք Վարդենիսում։ Իսկ կոնկրետ այս միջոցառմանը մասնակցություն ունեցավ նաև Գերմանիայի դեսպանատունը, ինչի համար շատ ուրախ ենք։ Սպորտով զբաղվել եք։ Վերադառնանք մրցանակաբաշխությանը, հաղթողները 3-ն էին, 3-ն էլ հուզված եւ ուրախ։ Նրանք մրցանակ ստացան Gold's Gym Fitness կենտրոնից։ Երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցն այդ սրահից անվճար կօգտվի 1 ամիս, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը 2, իսկ չեմպիոնը 3 ամիս շարունակ։ Gold's Gym-ն ուրախ է համագործակցել World Vision Հայաստանի հետ, օգնել քայլաթոնի իրականացմանը, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։ Մենք բոլոր այն միջոցառումների կողքին ենք, որոնք միտված են երեխաներին եւ նրանց կարիքներին։ Մրցանակաբաշխությանը հաջորդեց վիճակահանություն։ Խաղարկությունն անցկացվում էր մասնակիցներին նախօրոք տրված համարների օգնությամբ։ Պակաս ուշագրավ չէին նաև վիճակահանության մրցանակները՝ Շապիկ Հենրիկ Մխիթարյանի ստորագրությամբ եւ ֆուտբոլային գնդակ Մխիթարյանի եւ Դավիթ Մանոյանի ստորագրություններով։ Ուշագրավ է, որ վիճակահանության մրցանակները հանձնում էր հենց ֆուտբոլիստ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Դավիթ Մանոյանը։ Ընդհանրապես շատ ձևեր կան ֆուտբոլին հետ նպաստելու, այս ուղղակի երևի մի զվարճալի ձևերից մեկն է։ Համ սա քարոզում է առողջություն, առողջ ապրելակերպ, համ էլ օգնում է ֆուտբոլի զարգացմանը մարզերում։ Ես շատ լավ բաներ եմ հիմա տեսնում երիտասարդների, երեխաների մեջ, դա շատ լավ է։ Լավ չի մի քիչ այն բանով, որ մի քիչ համակարգիչներն են շատացել մեր կյանքում եւ գնդակին փոխարինում են այդ մկնիկները, ինչ որ չափ, բայց
Կարծում եմ այսպիսի քայլերով մենք միայն կստիպենք երեխաներին, որ բակի չնեն խաղան գնդակով, այլ ոչ թե տանը նստեն ամբողջ օրը եւ կոմպյուտերի առջև ժամանակ անցկացնեն։ Ավարտվեց քայլաթոնը։ Ծովակցի երեխաներին խոստանալով շատ մոտ ապագայում սեփական մարզադաշտում մարզվելու հնարավորություն, թեև այսօր արդեն նրանք ավելի քան վստահ են, որ ֆուտբոլն է իրենց տարերքն ու ապագան։ Դե ես 8 տարեկանից սկսել եմ խաղալ ֆուտբոլ, շատ եմ սիրում, մանավանդ սիրում եմ Բարսելոնա թիմին։ Ֆուտբոլ սկսել եմ խաղալ 9 տարեկանից, շատ եմ սիրում ու տպավորությունները շատ մեծ է այսօրվա մրցույթի մասին։ Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, կարելի ասել իմ կյանքն է, առանց ֆուտբոլի ես չեմ կարող ապրել։